Հայ ազգային կոնգրես խմբակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անդրադարձել է վարչապետի տիկնոջ մեկնարկած «Կրթվելը նորաձև է, նոր շարժմանը»։ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իրականում սրանց ուզածը ոչ թե կրթությունն է, այլ ազգի վերակրթությունը, կամ ավելի ճիշտ վերադաստիարակությունը, որի տակ հասկանում են անառողջ հայրենասիրություն, արմատական բնաջնջումը հանուն Ալիևի և Էրդողանի կողմից տրվելիք կադաստրի թղթով Հայաստանի։ Երբ երկու թերուզ, որոնք 7 տարի երկրղեկը ձեռքում պահելուց հետո էլ ոչ մի բան չեն սովորել, սկսում են կրթել ազգին, ինչ է ստացվում։ Նույնն է ստացվում, երբ բանակից խուսափած եւ կյանքում քուչում անգամ կռիվ չարած ռազմավարական մտածողության նշույլ անգամ չունեցող գրչակը իրեն երևակայում է գերագույն գլխավոր հրամանատար, այսինքն պարտություն, կործանում եւ ավեր։ Մեր ժողովրդին մի նորաձևեք, այ խունվեյբիներ։ Գիտություն ու կրթությունը մոդայի կշոր կամակնոց չէ, որ հագնեք եւ կարծեք, որ այլևս կիրթեք եւ գիտակ։ Ոչ էլ խաղամոլության նման արատ է, որ որոշել եք պարտադրաբար սահմանափակել ակադեմիական քաղաքի համակենտրոնացման ճամբարում։ Մի քաղաքականություն, որ այլ երկրներում կիրառվում է խաղատների կամ ալկոհոլ սպառողների օբյեկտների նկատմամբ, գրել է Զուրաբյանը։ Միջոցառմանը մասնակցել է նաև զոհված զինծառայողի մայր Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը։ Կրթվելը նորաձև է շարժման մեկնարկային հանդիպմանը բանախոսել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Մարինե Դվոյան, Եվրոմեդիա 24։